Պարզ բաղադրիչներ ռեստորանային արդյունք։ Այսօր պատրաստել եմ կեսարաղցան և ուզում եմ կիսվել պատրաստման իմ տարբերակով։ Նախ պատրաստել եմ չորահացերը։ Փոքր խորանարդիկներով կտրատված հացը տապակել եմ ձիթապտղի յուղի, մի փոքր կարագի, մանրացրած սխտորի և իտալական համեմունքների խառնուրդում, մինչև ոսկեգույն փայլ ստանալը։ Հավի կրծքամիսը կտրատել եմ միջին կտորներով, համեմել եմ աղով, սխտորի փոշով և կարմիր պղպեղով, տապակել եմ ձիթապտղի յուղի և կարագի խառնուրդի մեջ, ավելացնելով 1 պճեղ սխտոր, յուրահատուկ բույր ու համ տալու համար։ Սոուսի համար բլենդերով միացրել եմ բուսայուղ, հում ձու, սխտոր, կիտրոնի հյութ, մանանեխ, պարմեզան, աղ և սև պղպեղ, ստացվել է թանձր, հագեցած սոուս։ Աղցանը հավաքել եմ այսպես. առաջին շերտում դասավորել եմ պեկինյան կաղամբը, կարող եք փոխարինել նաև հազարի տերևով, ապա սոուսը, հետո տապակած հավի կրծքամիսն եմ դասավորել, չորահացեր և կիսած չերի լոլիկները, վերևից նորից սոուս և քերած պարմեզան։ Արդյունքում ստացվել է անչափ համեղ, թարմ ու գունեղ կեսարաղցան։ Իդեալական թե ընթրիքի, թե հյուրասիրության համար։